Ողջույն, սիրելի հայրենակիցներ, Հայք News լրատվականի եթերում մենք հաղորդաշարն եմ։ Նախընտրական քարոզարշավի վերջին օրն է այսօր, վաղը հունիսի 6-ը կլինի լռության օր, ինչը նշանակում է, որ այդ օրը որևէ քարոզչական գործունեություն չի իրականացվելու, իսկ հունիսի 7-ին ժամը 8-ին կբացվեն ընտրատեղամասերը եւ կսկսվի Հայաստանի եւ հայ ժողովրդի համար այս խիստ ճակատագրական ընտրությունների քվեարկությունը։ Հյուրս այսօր Բարգավաճ Հայաստան կուսակցության պատգամավորության տեխնացու դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն է։ Շնորհակալ եմ, պարոն Սուրենյան, հրավերս ընդունելու համար։ Օրը սկսվել է աննախադեպ ձերբակալություններով, ցանկ է, որ մեկը մեկին հաջորդում են, մեղադրանքներ են տարբեր մարդկանց առաջադրվել, Տիրան Խաչատրյան, Գագիկ Բեգլարյան, ավելին ասեմ, ուժայինները ներխուժել են լրատվական կայքերից մեկը, մեդիա Արմատ մեդիայի խմբագրություն, իրար հետևից տեղեկատվություն ենք ստանում, թե դատախազությունը ինչ նոր միջնորդություններ է ներկայացրել, իդեպ ԿՀ-ի կենտրոնական ընտրական հանձնաժողովին է ուղարկել մի միջնորդություն, Բարգավաճ Հայաստանի 3 պատգամավորների տեխնացուների, Գարուշ Մարզեցյանի, Էդգար Բոջուկյանի, Նաիրա Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու եւ նրանց ազատությունից զրկելու վերաբերյալ ընտրությունների նախաշեմին պատկերը ձերբակալություններ, այսպես բերման ենթարկել, նման խայտառակ իրավիճակ, բայց հարցս ուզում եմ սկսել 3 հանրային հեռուստատեսության եթերում կայացած բանավեճով, որին մասնակցում էին վարչապետի տեխնացուները, որին իհարկե չէր մասնակցում Գագիկ Ծառուկյանը, դա այլ թեմա է, կանդրադառնանք առանձին, եւ ես ուզում եմ սկսել պարոն Սուրենյանց Նիկոլ Փաշինյանի արած հետեւյալ աղմկահարույց հայտարարությունից, որին իդեպ իր սատելիտ կամ իշխանամետ կուսակցությունները ուղղակիորեն բացահայտ աջակցություն են ցույց տալիս, նա կոչ արեց իր համախոհ կուսակցություններին դիմել կենտրոնական ընտրական հանձնաժողով Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժերին ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկելու գրանցումը թույլ չտալու այսպես հայտարարությամբ։ Ինչին ի պատասխան լսեցինք, որ Արամ Զավենի Սարգսյանը համակարծիք լինելով ասաց, որ այսօր կդիմեն։ Ես խնդրում եմ հետևյալ հարցով, պարոն Սուրենյանց, ինչի մասին արդեն ամիսներ շարունակ դուք նաև իմ տաղավարում քանիցս ասել եք, բարձրաձայնել ենք այդ մտավախությունը, Հայաստանում Նիկոլ Փաշինյանը իրականացնում է մոլդովական սցենարը։ Մենք դրա հետ գործ ունենք, եկեք հենց այդ փաստից սկսենք, խնդրեմ, լսում ենք ձեզ։ Նշանակ այո, Բեսպրիձելը հասել է նրան, որ գործադիր իշխանության ղեկավարը այլևս հրապարակային ցուցումներ տալիս, տեսեք, ես 3 օրինակ կբերեմ, օրինակ նա հիշում եք ինչ փողոցային բառապաշարով Նվեր Ծառուկյանին անդրադարձավ, րոպեներ հետո գլխավոր դատախազությունը այդ փողոցային բառամթերքին իրավական փաթեթավորում տվեց, նույնը Անդրանիկ Թևանյանի պարագայում, նույնը Արարատ Ցեմենտի պարագայում, բոլոր դեպքերում գործ ունենք Նիկոլ Փաշինյանի հրապարակային պատվերների հետ, այսինքն ամբողջ իրավապահ համակարգը դարձրել է քաղաքական հաշվեհարդարի գործիք եւ դա կիրառում է դիմադիր առանցքային 3 ուժերի դեմ։ Շատ ուղիղ ասենք, որտեղ թիրախում այս 3 ուժերն են։ Վախեր ունի փաստորեն հենց կոնկրետ այդ ուժերից, որ կարող են ձախողել իր վերընտրությունը։ Հանրագումարը իր պարտությունն է, դրա համար հատկապես այս 3 ուժերին։ Ինչ վերաբերում է ձեր երեկվա հիշատակած դրվագին։ Եթե դատարաններին, դատախազությանը, իրավապահ մարմիններին, ԱԱԾ-ին նա ուղիղ եթերում ցուցումներ է տալ իր սատելիտ գրպանային կուսակցություններին հաստատ կտա։ Երեք այդ նույն ժանրի մեջ մենք տեսանք, չէ՞, կասկածել չունեմ, որ այնտեղ այդ մարդիկ դիմելու են, դրանցից մեկը ցավոք սրտի շողոքորթապար իրար հերթ չէին տալի գցնելու համար Նիկոլ Փաշինյանին, նոր ձեր տաղավար մտնելուց առաջ Դանիել Հովհաննիսյանի գրառումը կարդացի ոչ անհայտ հայտնի մատնիչ, որը բանը էլի գրելա, որ քննարկում են ուժեղ Հայաստանի իբրև թենտրախախտումների համակարգային բնույթը, որպեսզի որոշեն դիմում են թե ոչ ԿՀ-ին, գիտեք, ստեղ ինչն է մարզումը, ոչ մի դատական ակտ գոյություն չունի, ամեղության կանխավարկածը տոտալ ոտնահարում են, ոչ մի այսինքն
մի հատ դատական ակտ չկա, որ ինչ-որ մարդ ընտրակաշառք կա։ Հաստատվի դատական ակտով, Բայց եղավ ամիսներ շարունակ ինչ-որ ձայնագրություններ, գաղտնալսումներ հավաքում էին, չէ՞, այսինքն իրենք փորձում էին հիմք ստեղծել իրենց քայլերի մեր համար։ նախընտրական շտաբի անունից, բայց իմ Facebook-յան էջում գրառում էի գրել, արձանագրել է այդ գրառման մեջ, որ քարոզարշավի մեկնարկից 2 օր անց Նիկոլ Փաշինյանը արդեն մի հատ մեծ ճակատագրական սխալ է տվել, ըստ երևույթին ներքին եւ արտաքին հուշարարների, կուրատորների կամ ոնց կուզեք անվանեք, հորդորով նա 3 առանցքային ընդդիմադիր ուժերին տեղավորել է մեկ զամբյուղի մեջ, Անունն էլ դրել է պատերազմի եռագլուխ կուսակցություն։ Չնայած այն հանգամանքին, որ չնայած օրակարգային ընդհանրություններին, այս 3 կուսակցությունները կամ ուժերը շատ տարբեր են, իրենց քաղաքական հետագծով, ցուցակների կառուցվածքով, ընդհանրապես նույնիսկ խոսույթային տարբերություններ կա, բայց դա կարևոր չի, վախն է։ Բայց ինքը այո, զետեղեց 3-ին մեկ զամբյուղի մեջ, հեշտ է թիրախավորել այդ։ Ու շատ հեշտ, շատ դա սա իր համար ճակատագրական սխալ էր, որովհետև երբ որ գահավիժող վարկանիշ ունեցող իշխանություն նման բան է անում, հասարակության չկողմնորոշված զանգվածը այդ ուժերի մեջ տեսնում է այլ ընտրանք եւ տեղի ունենում նրանց էլեկտորատների բյուրեղացում, ինչն էլ տեղի ունեցավ։ Եվ Նիկոլ Փաշինյանը հասկացավ, որ իրավիճակը փոխվել եւ եթե ինչ-որ ֆորս մաժորային բաներ չանի, հունիսի 7-ին այս հավաքական ընդդիմությանը հենց իր ջանքերով միավորված հավաքական ընդդիմությանը պարտվում է։ Այսինքն այս հիստերիան, ձերբակալությունները, այդ զանգվածային աննախադեպ զանգվածային ձերբակալությունները, որ այսօր տեսնում ենք, որևէ երկրում ընտրությունների նախաշեմի նման բան չեք տեսնի, ժողովրդավարական երկրում, եւ ես հարամություն 1, հարամություն 2 վերնագրերի տակ երկու հնարավոր սցենար եմ նկարագրել 5-6 օր առաջ։ Հիմա մենք ականատեսնենք այդ սցենարի, որոնցից մեկը էր, որ մեզանից մեկին է ֆիլտրում, այսինքն գրանցումը չեղարկում են։ Ես Բարգավաճ Հայաստան կուսակցության անունից իշխանությանը զգուշացրել էի, որ դրանից ոչինչ չի փոխվի, որովհետև մենք ունենք խարիզմատիկ առաջնորդ եւ նրա մեկ ցուցումով կամ մեկ կոչով մեր էլեկտորատը կողմնորոշվի ընդդիմադիր այն մյուս 2 կամ 3 բևեռներից մեկի օգտին, հա։ Կարծում եմ նույնը կանեն նաև բոլոր Դες կորեկտ չեմ համարում մյուսները փոխարեն ասել, այո։ Հասկանալի է։ Դա մի տարբերակն էր։ Ես մարդուն, այդ մարդուն, եթե կարելի է իրան այդպես անվանել, զգուշացրել էի, որ այդ չի աշխատել։ Հարամություն 2 սցենար կա, որը ինչի եմ հարամություն բառը ընտրել, որպեսզի մեր հեռուստադիտողն էլ հասկանա, մոլդովական սցենարը Հայաստանում նույնական է վիլայեթացման սցենարի հետ։ Բայց կբացատրեմ թե ինչու, դա տարբերությունն էլ կբացատրեմ։ Հարամություն 2-ի էությունը այն է, որ ասենք 2 ուժի է դուրս տողում, 3-ից 2-ը։ Ամբողջությամբ պարալիզացնելով փաստորեն դիմադիր այս դեպքում հատվածին։ Հաստատ հեղափոխական զարգացումներ են լինելու, պարզա չէ, ինչ առել է էլեկտորատին դուրս թողելու մասին է խոսքը։ 2 ուժին դուրս թողելը ըստ էության նշանակում է ընտրությունների չեղարկել։ Դա հետընտրական գործընթաց, նախընտրական, այս ընթացքում, այսինքն Եթե 2 ուժի դուրս է թողում, ինչ ընտրություն։ Մի ուժի պարագայում էլ խնդրահարույց է, բայց այնտեղ կոնֆիգուրացիան կարող վերակենդանացվի ուրիշ ձևով, վերարտադրվի։ Բայց 2 ուժին դուրս թողելը դա նշանակում է ընտրություն չի անում։ Ինչու է մոլդովական սցենարը վիլայեթացման սցենար համարում։ Տեսեք, շատ անկեղծ կլինեմ։ Մոլդովայի բնակության մի զգալի մաս, կարծեմ կեսը եւ նույնիսկ մի քիչ էլ ավելին։ Նաեւ Ռումինիայի քաղաքացիներ են։ Մոլդովան սահմանակից է Եվրամիությանը, հենց Ռումինիայի այդ սահման ունի եւ Մոլդովայի հասարակությունը մեծ հաշվով հակառուսականությունից չի տուժում, որովհետեւ իրենք իսկապես այլ ընտրանք ունեն Ռումինիայի տեսքով, Եվրամիության տեսքով, օբյեկտիվորեն։ Ճիշտ է, վատ կապրեն մի քիչ էս կանեն, բայց գոյաբանական խնդիր իրանց համար Ռուսաստանի հետ հակադրությունը չի առաջացնում։ Մեր պարագայում դա եթե
հակառուսականությունը այն ինչ որ այս իշխանությունները անում են, իսկ դա մոլդովական սցենարը դա դրսևորումներից մեկն է, հա։ Բերելու է նրան, որ Հայաստանը հայտնվելու է թուրք-ադրբեջանական ակցիայի մեջ։ Այո, ռուսական այլընտրանքը Անունը դնում են վիլայեթասպան ճիշտ է։ սցենար, այդ մոլդովական սցենարը։ Սա ճիշտ նկարագրում։ Հիմա այս երկու օրերը ճակատագրական են, այ դուք լռության օրվա մասին շատ ճիշտ հիշատակեցիք։ Օրենքով պահանջա քաղաքական խոսքի լռության օրա։ Ես վստահ չեմ, որ ռեպրեսիվ լռության օրա դառնելու, ճիշտ հակառակը դառնելու է ռեպրեսիվ մոլեգին ռեպրեսիաների եւ բռնությունների օր։ Ես պատկերացնում եմ, այսինքն օրենքը պահելով ընդդիմադիրները քարոզչական ընթացքը դադարեցնում են, Փաշինյանը ձերբակալությունները շարունակել է։ Օրինակ ես փուլում էլի ինչ ես հիշել, շատ ակտիվ եւ շատ գրագետ ձևով իշխանությանը կոնցեպտուալ քննադատության ենթարկող Արմեն Աշոտյանին։ Չի ձերբակալում Արմեն Աշոտյանը։ Հա։ Չէ՞։ Ոչինչ պատահական չէ, ինքը հավաքում է այն ընդդիմադիրներին։ Այսինքն այս բոլորի հանցագործությունների մասին դու ամսի 5-ին հիշեցիր։ Եթե նույնիսկ ընդունենք, որ ինչ-որ հանցագործություններ կան։ Այսօր էլ փաստորեն պետական ռեկետի սխեմայով Արարատցեմենտն է խլում, այսօր դատախազությունը դիմել է դատարան, հասկանում եք, մարդ ընդհանրապես Հայաստանի տնտեսությունը ոչնչացնում է ներդրումային բոլոր հեռանկարներով։ Մի ոչ ամբողջ 1 տարվա ընթացքում սեփականության տոտալ վերաբաժանման կամ պետական ռեկետի երկրորդ դեպքն է։ Խոշոր հեծ, Արարատցեմենտ, հասկանում եք, ու իշխանությունը Սամվել Կարապետյանի հետ խնդիր չէր ունենա, եթե Սամվել Կարապետյանը եկեղեցուն չպաշտպաներ։ Իշխանությունը Գագիկ Ծառուկյանի հետ խնդիր չէր ունենա, եթե Գագիկ Ծառուկյանը արժանապատիվ ընդդիմադիրի դիրքերի չմասնակցել այս ընտրություններին, վստահ եմ, որ այս բոլոր մարդիկ չէին հայտնվի այսօր անազատության մեջ, թվարկած բոլոր հիմա արդեն ես վախենում եմ ցանկ նշեմ, որտեղ մեր զույցի պահին գուցե այլ մարդիկ էլ են կալանավորվել կամ ձերբակալվել։ Այո, մինչև հարցազրույցն ավարտենք, մենք նոր դեպքերի ականատես վստահ եմ, կամ Արմատ մեդիա, այսինքն այդ բոլորի հանցագործությունները կամ ենթադրյալ խախտումները դու այսօր ես հայտնաբերել։ Հստակ նպատակ ունի վախի տոտալ մթնոլորտ հաստատի երկրում մինչև ամսի 7-ը։ Երկրորդ դեռ կա, չէ՞, որպեսզի հասարակությունը վախենա, տեղամասեր չգնա։ Ասենյաց թուրքագետներն օրինակ նկատում են, որ սա Էրդողանի քաղաքականությունն է։ Ոնց է նա վերաբերվում իր ընդդիմադիրներին, խնդիրը հետևյալն է։ Մեր պարագայում Նիկոլ Փաշինյանը ճնշում է ընդդիմադիր լինելով հանդերձ հայ տեսակին։ Շատ կարևոր խնդիր է սա, ազգային ընկալում ունեցող, արժեհամակարգ ունեցող հայ ժողովրդի դեմ է այս կռիվը։ Մենք դա պիտի հստակ արձանագրենք, սա սովորական իշխանություն ընդդիմություն պայքար չէ, սա ինքնության պայքար է, եւ դուք ճիշտ ասացիք, վիլայեթացումն է սպասում, այսինքն այն մարդիկ, ովքեր դեմ են այդ վիլայեթացման ծրագրին, նրանց նա կալանավորում է։ Սրանից պիտի հետևություն անի մեր ժողովուրդը ընտրության օրը։ Դեմոկրատիայով չի փայլել, բայց ի պատիվ Էրդողանի ասեն, որ նա երբեք Թուրքիայի քաղաքակրթական եւ քաղաքական հիմքերի դեմ պատերազմ չի հայտարարել։ Հակառակը ես կարծում եմ, ինչքան էլ դա հաճախ խոստովանել է, որ Էրդողանը Թուրքիայի ամենաազդեցիկ եւ խարիզմատիկ առաջնորդներից մեկն է, որի իշխանության տարիներին Թուրքիան միայն մեծացրել է իր ազդեցությունը տարածաշրջանում, համաշխարհային։ Սա վերածվել է Ալիևի երջանիկ վասալի կարգավիճակում, հա, եւ շակալի պես կրծում է մեր պետության քաղաքական եւ քաղաքակրթական հիմքերը։ Խնդիրը ներքաղաքական չի միայն։ Իհարկե։ Խնդիրը իշխանություն, տեսեք ինքը բոլորի հետ ոնց է։ Ռուբիոյի հետ մի հատ փաստաթուղթ ստորագրեց, որը ես իհարկե փաստաթղթի անունը գիտեմ, դա թրիփին վերաբերող փաստաթուղթ է, բայց իմաստը այն էր, որ Սյունիք իշխանության վերարտադրության դիմաց օրինակ պայմանական կարող են այդ գործարքի։ Այո։ Ալիևի առաջ պարտավորություններ ստանձնել եւ Ադրբեջանն ու Թուրքիան ամենայն աջակցություն են ցույց տալիս, Արևմուտքը նույնպես։ Այո։ Այս process-ին, այսինքն իր իշխանությունը կայանում է Հայաստանի Հանրապետության հաշվին։ Գիտեք, այնպես չի, որ Հայաստանում
ընտրություններ չեն կեղծվել կամ նախորդ իշխանությունները հրեշտակ են եղել, բայց չի եղել քաղաքական ինքնության վտանգի հարց։ Ներքաղաքական կոշտ դիմակայություններ են եղել, ասենք բռնություններ են եղել, ազատազրկումներ են եղել, բայց դրանք համեմատելի չեն այն իրավիճակի հետ, ինչ որ հիմա տեղի ունենում։ Նիկոլ Փաշինյանը այս ընտրական գործընթացը առհասարակ մեր երկրում տեղի ունեցող բոլոր իրողությունները դարձրել է աշխարհքաղաքական տարբեր շահեր ունեցող երկրների բախման կիզակետում ենք այսօր մենք հայտնում, այդ մասին դուք շատ եք նաև գրել ձեր վերլուծություններում, ձեր խոսքում եք հնչեցրել այդ տագնապը, վաղուց հնչում է, որ նա հանգեցնելու է դրան ընտրությունների ընթացքում մոտալուտ օրը, ավելի սրվել է այդ ամբողջ ընթացքը եւ ես հիմա ուզում եմ հիշեցնել ձեզ Եվրոպական հանձնաժողովի նախագահի Ուրսուլա ֆոն դեր Լայնը հայտարարել է, որ Եվրամիությունը նոր քայլեր է ձեռնարկում Հայաստանին աջակցելու համար սկզբնական 50 միլիոն եվրոյի համապարփակ տնտեսական փաթեթ եւ սա նոր փաթեթ է Հայաստանը, քանի որ բախվել է Ռուսաստանի կողմից առևտրային սահմանափակումների, որոնք երկրում սրել են լարվածությունը, բացահայտորեն նորից աջակցություն ընտրական գործընթացների նախաշեմին խոչընդոտների հետևանքով առաջացած տնտեսական կորուստները չի կոմպենսացնելու, դա ծիծաղելի գումար է։ Ես մեր հեռուստադիտողին մի տվյալ բերեմ, ուղղակի մասնագիտական տվյալը։ Ռուսաստանի հետ շարունակվող հակադրությունը, եթե դա բերի տնտեսական քաղաքականության վերանայման, Հայաստանի վրա նստելու է 5 միլիարդ դոլար։ Միայն գազի թանկացումը Հայաստանի վրա տարեկան 1 միլիարդ դոլար արժանանալու։ Այդ 50 միլիոնը թող տանեն, չգիտեմ ինչ անեն, այսինքն դա ինչ խնդիր է լուծելու։ Ո՞վ է մեր գյուղացիների, հեսա սոված գյուղ ենք ունենալու։ Ձեր կարծիքով Եվրոպան շուկան բացելու է, հակառակը կամ թուրքական եւ ադրբեջանական տնտեսությունների կողմից կլանվելու ենք, ամենահավանական սցենարը դա է։ Իդեպ Աջարայում հենց մոտավորապես սենց եղավ։ Մի ավանտյուրիստ կար Վրաստանում իշխանության, Նիկոլ Փաշինյանի քաղաքական երկվորյակը, Միխայել Սահակաշվիլին, որը Ռուսաստանի հետ կոշտ հակադրությունը, շնորհիվ վրացիների համար դա գոյաբանական խնդիր չէր, փոխարինեց Թուրքիայի հետ շատ սերտ հարաբերություններով, արդյունքում Վրաստանի առնվազն մի հատվածը Աջարյան տնտեսությունը կլանվել է թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից։ Հիմա էլ բանտից խորհուրդներ է տալիս Նիկոլ Փաշինյանին նույնը Հայաստանին է սպառնում, բայց միջև այդ փուլին նույնիսկ հասնելը արտահանման ծավալները շեշտակի կրճատվել են, դա բերելու է գյուղատնտեսության տոտալ վերացմանը, արդեն ես ընկերներ ունեմ, որոնք ծաղկի գործ էին անում կամ ծաղկի բիզնեսով էին զբաղվում, այդ մարդիկ արդեն ուղղակի անելանելի վիճակում են, չգիտեմ ոնց սպասարկել իրենց վարկերը, բայց խոստումներ տվեց, չէ՞, ասում եմ կփակեմ ձեր ելակի, ձեր ծաղիկի այդ բոլոր գները կվճարեմ, բայց սա ինչ է։ Երկրի պետական պարկը 8 միլիարդով մեծացրած մարդ է։ Այդ միլիարդները որտեղից է գտնելու, որ կոմպենսացնի։ Այն աջակից երկրներից, որոնք հիմա բացահայտ Թուրքիա, Ադրբեջան, որպեսզի կլանեն ամբողջությամբ Հայաստանը։ Հարգելի Արմեն, 50 միլիոն դոլարի մասին է խոսում, դա նույնիսկ ծաղր է։ Այո, դա նույնիսկ ծաղր է, 50 միլիոն դոլարը չի լուծելու այդ խնդիրը։ Այս հիմա ցուցադրական լիտվաներ, լատվիաներ ինչ-որ ծաղկի փոքր խմբականակ ընդունել, ցուցադրաբար մի հատ տես բան կանեն։ Չէ, բայց իսկապես դա ժեստ է։ Ես ասում եմ, հələ բոլոր այդ արտահանման խնդիրները մի կողմ թողենք, բոլորը։ Հայաստանի տնտեսության կայունության միակ գործոնը էժան գազն է։ Միակ։ Այս տնտեսական կայունության միֆը ուղղակի կտրակի, եթե գազի գինը բարձրացվի։ Ճիշտ է, ամեն ինչ դրանից շահկապված կբարձրանա գները։ Ինքը, որովհետև դա բերելու է ամեն ինչի թանկացմանը։ Բոլոր ծառայությունների թանկացմանը, աշխատատեղերի կրճատմանը եւ այլն եւ այլն։ Ես ասում եմ, ինչ անելու Հայաստանի կառավարությունը կամ Նիկոլ Փաշինյանը, եթե քաղաքականությունը հանգեցնի դրան։ Եվրամիություն։ Այդ ժամանակ Մակրոնը մյուսները լալա առաջ տեքստեր կգրեն,
որ իրենց մոտ էլ տնտեսական ճգնաժամ է, իրենք չեն կարող օժանդակել Հայաստանին, բայց մեզ շատ սիրում են, մեր կողքին են եւ այլն։ Ինչպես եղավ անցած դարասկզբին, հա, Ինչպես հիմա տեղի ունենում Ուկրաինային։ Այո, եւ ծաղկուն երկիրը վերածվել է ավերակների։ Եվ իդեպ Պուտինը երեք Փաստորեն Հայաստանյան ընտրություններից 1 օր, 2 օր առաջ անդրադարձել է նորից Հայաստանյան խնդրին եւ զգուշացրել է չգնալ Ուկրաինայի ճանապարհով։ Ես քիչ առաջ ընթերցում էի մյուս լուրը եւս Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալն է խոսել այդ մասին, նորից ասել է, որ կրկնում ենք այն ուղին, որն անցել է Ուկրաինան 2013-14 թվականներին, Հայաստանը թող չգնա այդ ճանապարհով, այսինքն դեռ խորհուրդ են տալիս, դեռ հայտարարում են, որ դուք գնում եք Ուկրաինայի ճանապարհով։ Սա ինչ է նշանակում։ Ուկրաինայի ճանապարհը սա ինչ է նշանակում։ Սա աղետ է, այսինքն Ռուսաստանը ինչ գործողությունների պատրաստվելու է։ Օրինակ աշխարհաքաղաքական մեկ այլ կենտրոն կամ մեկ այլ գերտերություն Թրամփի Միացյալ Նահանգները։ Նրանք երկար բարակ իրենց հարևանների հետ պարզաբանումների մեջ չեն էլ մտնում։ Գերադասում են կոշտ մեթոդներով իրենց շահերը պաշտպանել, օրինակ առևանգում են Վենեսուելայի նախագահին կամ տոտալ շրջափակման մեջ են պահում Կուբան կամ Պանամային դրդում են հակաչինական օրենքներ ընդունի եւ այլն։ Այսինքն այն ինչ որ անում Ռուսաստանը զգուշացնում է Թրամփի կոշտ արևմտյան կիսագնդում Թրամփի կոշտ քաղաքականության համեմատ ռուսական քաղաքականությունը նույնիսկ դիվանագիտության մաստեր կլաս է թվում։ Հիմա շատերի այդ խոսող գլուխների պսևդո արևմտամետ ելույթներում նկատած կլինեք ռուսական շանտաժ եւ այլն։ Ուրեմն Պուտինի մարդ Ուրեմն ռուսական շանտաժ գոյություն չունի։ Քեզ պարզ ասում են դու երկու մաքսային ռեժիմում լինել չես կարող։ Կամ ժողովրդական լեզվով ասած երկու աթոռի վրա նստել չես կարող։ Ասում են ընտրություն կատարի։ Մեզ էլ թույլ տուր որոշակիացնենք մեր տնտեսական քաղաքականությունը։ Այդտեղ շանտաժ չկա։ Ես չեմ կարող, չէ, երկու նախընտրական ցուցակում լինել, օրինակ։ Բացառելի բաներ են։ Նույնը վերաբերում է ինչ-որ պետության, որ չի կարող Ռուսաստանը աշկ փակել, որ ԵԱՏՄ-ի ստացած բոնուսների հաշվին Հայաստանում խրախուսվում է եվրոինտեգրացիան։ Նման բան չի կարող լինել։ Որոնք իրենք համարում են ուրեմն բոլոր այս կարգի հակամարտությունները սկզբում ռետորաբանության մակարդակով են դրսևորում։ Հետո առևտրային կամ տնտեսական սանկցիաների լեզվի են անցնում, ինչին հիմա մենք ականատեսն ենք լինում։ Հետո Աստված մի արասի ավելի կոշտ հակադրության այդ ուկրաինացման տարբերակի ձեր հարցին եմ պատասխանում։ Այո, ուզում եմ հասկանալ մինչև ուր կարող է դա հասնել Փաշինյանի քաղաքականության գերտերությունը համարում է, որ իր կարմիր գծերը տրորված են, իրանք մայր Թերեզա չեն, ոչ Միացյալ Նահանգները, ոչ Ռուսաստանը, ոչ Չինաստանը, ոչ էլ առաջնորդվում են պատրանքներով։ Իրանց քաղաքականությունների հիմքում գերտերությունների անվտանգային եւ նյութական շահերն են։ Եթե իրենք համարեն, որ դրանք տրորվում են իրենց համար շատ արմատական ձևով, ցանկացած մեթոդի էլ սպասեք։ Եվ Փաշինյանի քաղաքականության հետևանքն է այն, որ Հայաստանը մեր, նորից եմ կրկնում, կանգնել է այս բարդագույն վիճակի առաջ։ Մի արևմուտք, Ռուսաստան էս արճակատման մեջտեղում ուղղակի մեր երկիրը տանուլ է տալու, ես չգիտեմ ինչ կկատարվի։ Արճակատման տատերապ են դառնալուց, ասում են այս աշխարհում турբուլենտ, դա հնարավոր չի։ Ուրեմն հնարավոր է, ես հիմա ձեզ երկու օրինակ կբերեմ, ու շատ հեռուներում այդ օրինակները չեմ փնտրելու, հետ սովետական տարածքից կբերեմ համանման երկրներ, էլի։ Ղազախստանը փայլուն համադրում է օրինակ տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների շահերը եւ իրական ռազմավարական հարաբերություններ ունի թե Ռուսաստանի Դաշնության հետ, թե Չինաստանի հետ, թե Թուրքիայի հետ, թե Միացյալ Նահանգների հետ, թե Եվրամիության հետ։ Պատկերացնում եք, քանի բևեռի հետ, Տոկայոյի հմուտ քաղաքականության հետևանքով չի ուզենա երկրորդ օրինակը բերել, բայց ստիպված են բերել Ադրբեջանը, որը բազմավեկտոր շատ գրագետ արտաքին քաղաքականություն է վարում,
Հա, երբեմն հակադրություն թե Ռուսաստանի հետ է ունենում, թե Արևմուտքի հետ է ունենում, բայց նա խիստ հաշվարկված կարմիր գծերը չանցնելով է դա անում, որպեսզի չվտանգի իր կայունությունը, պետական շահերը եւ այլն։ Իսկ ի՞նչ է շահել Հայաստանը։ Ինչ, օրինակ մենք մայիսի 4-ին եւ 5-ին ունեցել ենք 2 գագաթաժողով։ Երևանի կենտրոնն էլ 3 օր կատված է արել, չէ։ Ինչ շահեց Հայաստանը։ Հակառուսական հարթակ։ Դες դրան ավելի կոնկրետ անուն եմ տալի, հակառուսական ստրիպտիզ։ Որի գինը վճարում է հայ ժողովուրդը։ Ես դեմ չեմ Եվրամիության հետ համագործակցությանը։ Չէ, բայց սրանք Ես մեկ դեմ եմ հարթություն իր հակառուսական պլազդան վերածվելուն։ Այո, թեպետ ասում եմ մենք բալանսավորող, բալանսավորված քաղաքականություն ենք, որտեղ է այդ քաղաքականությունը, Հավասարակշռության դոկտրինը խախտած միակ ղեկավարն է Հայաստանի։ Այո, այո։ Ուրեմն նախորդ 3 ղեկավարները իրենց բոլոր թերություններով հանդերձ հավատարիմ են եղել հավասարակշռության դոկտրինին։ Ես դա Լևոն Տեր-Պետրոսյանի մոտ կոչվում էր հավասարակշռված արտաքին քաղաքականություն, Ռոբերտ Քոչարյանի պարագայում կոմպլեմենտար քաղաքականություններ կոչվում, Սերժ Սարգսյանի պարագայում եւ քաղաքականություններ կոչվում, հա տերմինների վրա չգիտեմ։ Փաստային էր, որ մենք գործիք չենք դառնում աշխարհակաղակական որևէ կենտրոնի ձեռքին ընդդեմ մյուսի։ Պարոն Սոյնյան, այս պահին մեկ հավելում եւս ձեր ասվածին, դուք օրինակը բերեցիք Ղազախստան եւ Ադրբեջան, իհարկե որքան է ցավալի է մեզ համար, հա, նաեւ թշնամական պետության օրինակն ենք բերում, բայց արդար է։ Ինչն է խնդիրը, որ նաեւ պիտի սովորես, չէ՞, քաղաքականությունն է, որ բերեց հաջողության։ Իհարկե, խնդիրը հետեւյալն է, ըստիս, որ այդ երկու պետություններն եւ առհասարակ շահում են այն պետությունները, որոնք իրականացնում են սեփական շահերի վրա հիմնված, ազգային, պետական շահերի վրա հիմնված քաղաքականություն։ Ինչ է անում Փաշինյանը։ Հենց այդ շահերն է ջարդուխուր տանում, հենց այդ շահերն է ոչնչացնում, դարձել է օտարի կամակատար եւ դրա համար Հայաստանը իր բարերով ասած պատե ծեփում։ Պետությունը մեր ասֆալտին է խփում, պատերին է ծեփում, սա ուրիշ ձևով չես կարող հասկանալ, որովհետև ինքը չի առաջնորդվում ազգային պետական շահերով, որ ասի այստեղ կարմիր գիծ կա, չկա իր համար ոչ մի կարմիր գիծ։ Հետո այո։ Այս մարդը ընդամենը 2 փորացավ ունի, ինչ պետություն, ինչ պետական շահ։ Առաջին պատերազմի պարտության պատասխանատվությունը տեղավորել այս դեպքում Ռուսաստանի գրպանում եւ երկրորդ ամեն գնով պահել իշխանություն։ Ինչի համար շնորհակալ է Եվ նույնիսկ ես որտեղ ծառայում են իհարկե ես ինչ նկատեցի, ես Քարոզարշավի ընթացքում հայ ժողովուրդը, հատկապես մեր արցախահայության սեգմենտը դարձել է նրա թիրախը։ Ես շատ երկար մտածում էի, լավ, մեզ ընդդիմադիրներից, որ հալածում են, հետապնդում են, էսեն անում են, են անում, կամ ձեզ որպես ընդդիմադիր լրատվական միջոցներ, դա էլ միտեղ բացարձակ ընդունելի է, բայց միտեղ հասկանալի է, ավտորիտար կառավարումը ընդդիմախոսներին բոլոր ավտորիտարներն էլ հալածում են։ Բայց ես օրինակ երկար ժամանակ ինքս ինձ հարց էի տալի, իրեն մոտեցող եւ իրենց անհամաձայնությունը հայտնող քաղաքացիների հանդեպ խիա տենց ագրեսիվ տրամադրված, օրինակ գինեկոլոգ բժշկուհին որևէ կապ չունի ընդդիմադիր որևէ ուժի հետ։ Բայց կապեց տեսակ։ Հա, կամ ասենք նույնիսկ այն արցախցին բլոգեր Արթուր Օսիպյան, որին իդեպ Արցախի գործնությունը միշտ քննադատել եմ ես, բայց դա հիմա էական չի, քաղաքական բանտարկյալ է։ Մետրոյի արցախցի կինը երեխայի։ Հետո հասկացա, ինչա ինքը իր այդ ուղղակի անհամաձայնություն հայտնող, իրեն անհամաձայնություն հայտնող, բայց ընդդիմության հետ չնույնացող քաղաքացիների նման կերպ թիրախավորում։ Տեսեք, ես բերեմ շատ կենցաղային հարթության վրա, էլի փորձեմ լոկալից գանք գլոբալ հարթություն այս դեպքում, սովորաբար ինչ անում որևէ հանցագործ։ Երբ որ հնարավորություն ունենում, իր հանցագործության վկաներին կամ վերացնում է, կամ չեզոքացնում է։ Հիմա նույն վարքագիծն ու մտածողությունը Նիկոլ Փաշինյանի մոտ է։ Մենք որպես հայ ժողովուրդ, հատկապես արցախցի մեր քույր եղբայրները, իր հանցագործության վկաներն են։ Դրա համար ինքը մեզանից որևէ մեկին չի հանդուրժում։
Քանի գետ 1 հայ կա, մտածող ազգային արժեհամակարգ ունեցող, ինքը չի ներելու Նիկոլ Փաշինյանին եւ բարձրաձայնելու է նրա հանցագործությունների մասին։ Այդ թե ինչի է այս ընտրարշավը տիպիկ վիշիստական կոլաբորանտ ռեժիմի մտածողություն է։ Հələ գեներալ Պետենը ինչ-որ ծառայություններ ուներ Ֆրանսիայի ու ֆրանսիացի ժողովրդի հանդեպ։ Այստեղ չկա, Այս էլ չկա, բայց նույնիսկ Պետեն այդ իր ծառայություններով կոլաբորանտ էր դարձել ուղնուցուցով։ Ընդհակառակը Նիկոլ Փաշինյանը իր մտածողության մեջ նման սերմեր միշտ ունեցել է։ Օրինակ ես հիշում եմ 90-ականներին ինքը ոնց էր թիրախավորում այս պետության ամենաառանցքային դեմքերից մեկին Վազգեն Սարգսյանին հոդվածներով։ Հետո տենց կարող ենք այդ շարքը շարունակել։ Այո։ Հետո եկավ հասավ եկեղեցուն, այդ նույն շարքը պետք է շարունակել իր հոդվածներով դարձյալ։ Տեսեք, ինքը մի հատ շատ ավելի վտանգավոր տեղ։ Հայո, երկու բան շատ կարևոր կա, հələ անձերին թիրախավորելը մի կողմ թողենք, իսկապես։ Երկու քաղաքական ինքնության արմատ ունի այս ժողովուրդը։ Հայ առաքելական եկեղեցի, որը մեր քաղաքակրթական արմատն է, հռչակագիր, որը մեր քաղաքական ինքնության արմատն է։ Անկախության։ Երկուսն էլ։ Նիկոլ Փաշինյանը այնպես է թիրախավորել, որ նույնիսկ մեր թշնամիները նման ջանասիրություն չեն կարող ունենալ։ Արցախյան շարժմանը 88 թվականի շարժմանը նրա տված մեկնաբանությունները ես որպես պատմաբան պնդում եմ ուղղակի չեն հանդիգնել անել անգամ հայր եւ որդի Ալիևները։ Նրանք ավելի հարգանքով են խոսել Ղարաբաղյան շարժման, Արցախի մասին, քան Նիկոլ Փաշինյանը։ Նրանք ընդունում էին, որ կա Ղարաբաղյան շարժում, որտեղ մինչև 2020 թիվը Հայաստանի բոլոր ղեկավարներին խնդրում առաջարկում էին, որ Լեռնային Ղարաբաղը որպես ինքնուրույն սուբյեկտ ամենաբարձր ինքնավարությունը ունենա Ադրբեջանի կազմում։ Դա նշանակում է նրանք ընդունում էին, չէ՞, որ Ղարաբաղյան շարժումը ինչ-որ լեգիտիմ հիմքեր ունի։ Բա դու պատկերացնում եք, այն օրը մի հատ բան եմ տեսնում, հարգելի Արմին, այստեղ խնդիրը անձերը չեն, էլի։ Կան մարդիկ, որ իրենց կերպարով, բանով կարող են իրենց քաղաքական Հայաստանը նույնիսկ չընդունել, չկիսել, կամ մասամբ համաձայնվել իրենց հետ, բայց կան մարդիկ, որոնք իրենց քաղաքական հետագծի բերումով լեգենդներ են դարձել։ Օրինակ դրա այդ մարկանցից մեկը մեր հռչակագիր ընթերցած Արամ Մանուկյանն է, որ մեր նորագույն շրջանի ամենալուսավոր գործիչներից մեկն է։ Այո։ Այն օրը ես նայում եմ Հմեկի բանավեճում, ինչ-որ մի հատ պատահականություն, մի թքող կերպար Ալեն Սիմոնյանը, ոնց է բանավեճում մատ թափ տալի ու գրեկ խոսում այդ մարդու հետ ու հասկանում եք, սա անձնական բանավեճի կամ անձնական բանավեճի մշակույթի հարց չի։ Սա բացահայտում է իրանց վերաբերմունքը պետության ինստիտուտների, պետության կայացման գործում մեծ ներդրում ունեցած մարդկանց նկատմամբ։ Պարոն Սուրենյան, ձեր այս վերլուծությունը ինձ անդադ ուզում է ասել հետևյալը. սա բացահայտում է այս մարդկանց մեծ ատելությունը հայ մարդու հանդեպ։ Մեր պետությունը Արցախահայության հանդեպ նրա ամբողջ մաղձը երևում է նա Արցախցու հետ հարաբերություններում։ Ինքը Հայաստանն էլ է ատում։ Ինքը ատում է ընդհանրապես հայ մարդուն եւ ներողություն եմ խնդրում, այստեղ էլ ինքը շատ նման է Էրդողանին։ Թուրքական քաղաքականությանը առհասարակ, չէ, ուրիշ, այո, այդ մասով չէ։ Հակահայկականության մասով նկատի ունեմ։ Այստեղ չկա հայ։ Այդ դուք այդ Փաշինյանի համար կոմպլիմենտ։ Չէ, ես ուզում եմ հետևյալն ասել, ներողություն, չկա հայ, չկա հայկական հարց, չկա արցախցի, չկա Արցախի հարց։ Այս տրամաբանության մեջ մեկը մեկով ինքը թուրքական քաղաքականությունն է հոգեբանական շերտի մեջ։ Սովորաբար վասալները տերերից ավելի շատ են տերերի օրակարգը սպասարկում, որպեսզի տերերին ամեն կերպ դուր գան։ Դրա համար մի զարմացեք, որ նույն Էրդողանն ու Ալիևը կարող են շատ ավելի չափավոր լինել ինչ-որ հարցում,
քան իրանց վասալը։ Այս շատ բնական է։ Վարկային հոգեբանության տեսակետից բացատրելի վարկագիծ է։ Զինվորիկները միշտ այս Կամ մեր ժողովրդին էլի հասկանալի լեզվով ասեմ, սովորաբար ինչ որ ազդեցիկ մարդու վեցնոցները ավելի դաժան են վերաբերվում այդ ազդեցիկ մարդու հետ խնդիր ունեցող մեկի հետ, քան այդ ազդեցիկ մարդը կաներ։ Ճիշտ է, Դա միշտ էլի մարկային հոգեբանության շերտի մեջ է։ Այո, եւ հիմա ես Իդեպ այս մարդը ժամանակին նույն ձևի գցնել է Վլադիմիր Պուտինին։ Ես այդ ուզում եմ հիշեցնեմ։ Մինչև պատերազմը, օրինակ Հայաստանի որևէ ղեկավար 100%-ով գիտեմ, առիթ ա եղել երրորդ նախագահի հետ նույնիսկ մասնավոր զրույցում այս հարցը քննարկել եմ, հիմա այս ճակերտներ չեմ բացի, որևէ Հայաստանի ղեկավար աշխատել է Ռուսաստանի հորդորով կամ պահանջով կոնֆլիկտային երկիր խաղաղապահուժեր չուղարկելու, որպեսզի չվտանգվի մեր շահերը եւ այսինքն Հայաստանը չթաթախվի մի հատ կոնֆլիկտի մեջ, որը Իրանը չի։ Միակ ղեկավարն ա եղել, որ միանգամից Պուտինին քսնելու համար Սիրիա հայկական առաքելություն ուղարկեց։ Այսինքն ինքը որ պահինում տեր է համարել, կամ 21 թվին ինքը Պուտինի նկարի առաջ ման վառելով է վերարտադրել իր իշխանությունը։ Իհարկե մենք այնտեղ որպես ընդդիմություն կոպիտ ճակատագրական սխալ ենք արել, թիրախավորել ենք նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, ինչից ինքը հմտորեն կարողացավ օգտվել, դա հիմա նախկինի սխալներին չանադառնալ։ Ռուսաստանը փաստորեն իր վրա դրեց։ Այո։ Այս մարդը այդպեսին է իր բնույթով։ Եվ քանի որ Արցախից խոսեցինք, այդ հատվածը ամփոփենք, երեկվա իր այդ բանավեճի այդ հատվածը ուղղակի ուզում եմ հիշեցնել, ասում եմ ես փակել եմ Ղարաբաղյան հարցը հանուն ձեր երեխաների ապագայի, որ ապրեն։ Ես հպարտ եմ այդ կոնֆլիկտից ձեզ դուրս բերելու համար, եթե դուք որոշեք, որ ես կանգնեմ գնդակահարության պատի տակ, ես կկանգնեմ գնդակահարության պատի տակ։ Ես հպարտ եմ, որ ձեզ ազատել եմ պատերազմից, ֆորպոստությունից, ձեզ բերել եմ իրական հեռանկար, դուք պատմաբան եք։ Պարոն Սունենյանց, դուք տեսել եք, կասեք մեկ փաստ պատմության էջերում, որ երկրի ղեկավարը հպարտությամբ խոսի հայրենիք վաճառելու մասին, հայրենիք տալու մասին եւ դա համարի այ ձեզ լուսավոր ապագա են բերել։ Կա այդպիսի մի դեպք, եթե եղել է, ուրեմն այդ մարդու ճակատին դավաճանի անունը հաստատ կպած է եղել։ Բնավորությամբ իրան շատ նման Զելենսկին, նման նվաստացման հաստատ չի գնա։ Նա միշտ շատ ավելի արժանապատիվ դիրքերից է փորձում Ուկրաինայի շահերը պաշտպանել, ու անհամեմատ դաժան հակառակորդի դեմ պատերազմում, ավելի ուժեղ հակառակորդի։ Չասեմ, սա բացատրություն չունի։ Մի հատ տերմին կա, հարգելի Արմինե, եդիշերենից է, խուցպա, որը բնութագրական է, հեռուստադիտողին երևի ասենք դա ինչ է նշանակում։ Խուցպան մարդն է, որը ծնողներին սպանելու համար ամբաստանյան լեաթորին է հայտնվել եւ իր վերջին խոսքում դատավորին խնդրում է մեղմ վերաբերվել իր հետ, քանի որ ինքը ծնողազուրկ է։ Նիկոլ Փաշինյանը խուցպայի դրսևորում է։ Հասկանում եք, հրեշավոր բան է ինքը ասում։ Ասում է ձեզ զրկել եմ երազանքից, ուժեղ պետություն ունենալու տեսլականից, դուք դրա համար ինձանից շնորհակալություն տվեք։ Ասում է, եթե համաձայն չեք, ինձ գնդակահարության պատի տակ տարեք։ Ուրեմն տեսեք, այդ շատ նման է այդ երկրորդ հատվածը իր ասելիքի, որ բանտապետը կալանավորներին ասի, եթե իմ հետ համաձայն չեք, ինձ գործից հանեք։ Բայց ճաղավանդակները հանի, քեզ գնդակահարության պատի տակ չեն կանգնացնի, բայց հաստատ Նայիրի Հունանյանի խոսք ուղարկի։ Անցնենք առաջ, պարոն Սուրենյանց, եւ դառնանք երեկվա այդ քննարկմանը, տպավորությունս ինձ եւ կարծում եմ շատերը այդպես ստացան, որ ինքը եկել էր sense դատավճռով, որ պիտի այս մարդը նույնիսկ Էդմոն Մարուկյանը ասես իմ մոտ տպավորությունն է, որ դատական ակտ եք եկել։ Ապրեք, շատ ճիշտ եք։ Այո, որովհետեւ բոլորին ասեց, որպեսզի ես չսխալվեմ,
իր խոսքերը ասեմ, որ չասեն թե հա ստեղծել նախ մատ թափ տվեց, Թաթոյանի ուղղությամբ էր մատ թափ տալիս, խոսեց փողերի լվացում կոչվածից, սրա մասին էլ պետք է խոսենք, հա նորից նույն թալանը, բանտեր, օտարերկրյա լրտեսներ, գործակալներ, օտարերկրյա շահերի ներկայացուցիչներ, պետք է բոլորդ նստեք, դատաիրավական մաֆիա, որը պիտի արմատախիլ անենք եւ փաստորեն դիմեց դրանով ժողովրդին, որ ինձ տվեք ձայն, որ ես այդ մաֆիային արմատախիլ անեմ, այդ օտարերկրյա Պուտինյան, չգիտեմ, անունը դրել է, բոլորի անունը այդ եռագլուխ հրեշ եւ այլ սարսափելի է եւ ինձ համար գիտեք շատ տհաճ էր նաեւ իր երկու կողմերում կանգնած այդ սատելիտ կուսակցությունների ներկայացուցիչները Արման Բաբաջանյան, Արամ Զավենի Սարգսյան, Լևոն Շիրինյան, որոնք գետ մեկ խոսք չասացին, իրանք շատ անտակտ են երեք պահել նաեւ իմ համար շատ զարմանալի իհարկե այդ Քոչարի կուսակցության ներկայացուցիչը շատ անտակտ եւ անդուր էր պահում իրեն դե իրենք էլ են ուրեմն նույն այդ կապսայի մեջ իշխանությանը ծառայող որևէ բան չտեսա հա հանուն արդարության շնորհապետականի մոտ ընդդիմության որևէ բան չտեսա հակ այսինքն հիշեք այս մարդկանց որ ամսի 7-ին չսխալվեք սիրելի հայրենակիցներ Մեզ ցավով եմ ասում, իմ երբեմնի մերձավոր ընկեր Արամ Սարգսյան, մեզ ցավով եմ ասում, որտեղ ինքը նաև իմ կողմից շատ հարգված եւ իմ համար շատ բարձր նշաձող ունեցող մարդու եղբայր է Վազգեն Սարգսյանի, բայց Արամ Սարգսյան մի վերջացած ծեր ունի Լևոն Շիրինյան մի երիտասարդ վերջացած Արման Բաբաջանյան այդ Քոչարի կուսակցությունը այդ անազգանը կարևոր չի մոռացա եւ շնորհապետական կուսակցը Գուրգեն Սիմոնյան այս 5-ից հատկապես զգուշացեք սա նույն ԿՊ-ն է ԿՊ-ի մետաստազներն են ճիշտ եք Այս կուսակցությունների որևէ պարագայում ձայն չտակ, որտեղ այս կուսակցությունների ձայն տալով դուք ձայն եք տալիս Նիկոլ Փաշինյանին։ Կամ նույնիսկ իր ավելի վատ տեսակին։ Այո։ Առանց վարանալու եմ ասում։ Ճիշտ եք նկատում եւ շնորհակալություն, որովհետեւ մենք այսօր վերջին օրն է եւ պետք է հիշեցնենք, զգուշացնենք մեր ժողովրդին, ձայն չտալ այդ վտանգավոր մարդկանց, որոնք կամ ուղղակիորեն ոչ թե կամ ուղղակիորեն ծառայում են իշխանությանը եւ ամեն դեպքում իրենք փոշիացնելու են ընդդիմության ձայները։ Դրա համար էլ իրենք խաղի մեջ են եւ կեղտոտ հանձնարարություններ կատարելու համար են խաղի մեջ, օրինակ այսօր կնայենք ԿՀ կդիմեն, դատախազություն, հավանաբար։ Երբ մենք հարցազրույց ենք անվստահեն գործընթացները ժողովրդին ասենք դրան էլ պատրաստ լինենք մեր ժողովրդին այս առիթով շատ կարճ մի բան էլ ասեմ մանրամասներ չեմ ասելու ԲՀԿ-ն պլան B ունի մեր մյուս երկու գործընկերներն էլ վստահաբար ունեն բոլոր հնարավոր սցենարների դեպքում այնպես որ ոշիմանից թող մեր ժողովուրդը չի հաստատվի ամենակարևոր բանն ասացիք ես ուզում եմ ասեմ որ եթե այս ընթացքը շարունակվի մոլդովական սցենարի կամ վիլայեթ հասման սցենարի դիմաց կստանան հայկական հեղափոխություն։ Փողոցը կակտիվանա։ Բնականաբար։ Շնորհակալ եմ, գուցե մեր խոսքի վերջում ավելի կամփոփենք այդ մասին փոքրինչ ավելի, դա շատ կարևոր ընթացք է, բայց ես ուզում եմ նորից գալ այդ դատավճիռներին, հա։ Բարգավաճ Հայաստանի առաջնորդը Գագիկ Ծառուկյանը հրաժարվել էր մասնակցել, դեպ հետաքրքիր էր դա, հրաժարվել էր մասնակցել, որտեղ այդ օրը նույն օրը համընկավ հանրահավաքներ ձեր ամփոփիչ, թե ուղղակի հիմա դատելով տեղի ունեցածից դուք կանխատեսել եք, որ չարժի նման բանավեճին մասնակցել։ Նախ հանրահավաքը կար եւ դա հենց ինքնին կարող էր շատ լուրջ պատճառ լինել, որպեսզի բանավեճի չգնար որտեվ հազարավոր մարդկանց այդ ուղղակի հաղորդակցությունը շատ կարևոր է բանավեճի չգնալու համար, բայց դա չի պատճառը հիմնական բնականաբար։ Չուզեցիք մասնակցել նման բանավեճի։ Ֆուժյանի հետ քաղաքական բանավեճի չեն գնում։ Պարզ է, պարզ է, պարոն Սուրենյանց, բայց այդ անձը
ինքը ներքաշեց Ծառուկյանին այսպես հարց հնչեցնելով, կողքից մարդիկ ասում էին Ծառուկյանը ներկա չէ, ինչու ես հարց ուղում, բայց չէ ինքը շատ էր ուզում որ այդ հարցը տար, ասեց ես տեսա որ Ծառուկյանը ինձ դատի է տվել եւ ես իրան, որովհետեւ ես իրեն անվանել եմ թալանչի եւ հիմա ուզում եմ որ այդ ապօրինի գույքի վարույթի շրջանակում Ծառուկյանին նկատմամբ ներկայացվել է հայց, նա մոտ $300 միլիոն, եթե ճիշտ սխալ չեմ ասում, հա $300 միլիոն դոլար թալանել է ժողովրդից, թող հիմա պատասխանի, թե ինչպես է թալանել, ես նրան հրավիրում եմ, թող գա սկսեց արյուծներից խոսել, թե թող գա տեսնենք ով է կատու, ով է արյուծը։ Իդեպ այս թալանի թեման նորից սկսել է ինքը շատ ակտիվացնել Սամվել Կարապետյանի հետ կապված է ասում ինչ որ փողերի լվացում, մանկապարտեզ, չգիտեմ ինչ որ այսինքն սա հստակ տեխնոլոգիա է 2018-ին կիրառեց, 21-ին կիրառեց, 26-ին կիրառում է։ Որ ծառույցի կոմպլեքսի տակ է մնացել ինքը շատ ծանր է տանում, բայց դուք ուշադրություն դարձրեք այս մարդ անմեղության կանխավարկածը ոնց է խախտում թալանելու, փողեր լվանալու եւ այլն որևէ դատական ակտ Գագիկ Ծառուկյանի մյուսների մասով էլ ասում է Սամվել Կարապետյանի եւ այլն գոյություն չունի։ Չկա նման ակտ։ Արդարադատությունը ասում է, մարդը անմեղ է, քանի չկա դատական վերդիկտ, ակտ։ Եվ սա ունիվերսալ ճշմարտություն է բոլոր երկրների համար։ Սա մեկ։ Երկրորդը մի գործով էլ Գագիկ Ծառուկյանին ճակերտների մեջ հանցագործ նշանակեցին, հիշում եք այդ աղմուկը պրոպագանդան 2020 թվականին, իսկ մարդուն կալանավորեցին, մի քանի ամիս անցկացրեց բանտում մարդը, հետո ինչ եղավ, այդ գործով արդարացվեց Գագիկ Ծառուկյանը, ընտրակաշարքի գործ էր։ Ուրիշ օրինակ բերեմ, այս լուզեր ռազմագործան պատոհասը պատերազմից հետո պարտության պատասխանատվությունը իր վրայից թոթափելու համար հարյուրավոր փաստորեն անմեղ մարդկանց լրտեսության մեջ մեղադրեց, որևէ դատական ակտ չկա։ Հասկանում եք, այս մարդը, եթե փողոցում մեկը նման վարքագիծ է ունենում, այդ մարդկանց ասում են բեզաչոտնիկ ու համապատասխան ձևով են վարվում այդ մարդկանց հետ։ Պետության ղեկավարի խոսքը պատկերացնում եք բլինդուսից ցածր մակարդակի հասցրել, այսինքն ինքը բռնապետիկ է։ Հա, բայց բռնապետն էլ նույնիսկ ձևական ինչ-որ դատական ակտերա ձեռքի տակ ունենում։ Մի հատ ինչ-որ բան է ունենում։ Կնշանակի ուրիշ խնդիր է ինքը։ Բանա ինչ անում, մարդը ապացուցված չի մարդու մեղքը, ասում ես մարդը թալանչի է, այն մի սազան դառնել կողքի, այն ուտող ուրացողը, Արման Բաբաջանյանը, ասում է դուք կոմպլիմենտ եք նրան անում, նա բանդիտ է։ Ուշադրություն դարձրեք, ելի եմ կրկնում, պարոն Ծառուկյանի մասով որևէ դատական ակտ չկա ու չի կարող լինել։ Լավ ընդհանրապես անհեթեթ է բացահայտորեն խոշոր կապիտալի կրողի գործառույթին զբաղվողի ապօրինի գույքի մեղադրանք առաջադրելը։ Փողերի լվացման։ Հա, այդ գիտեք ինչ, այդ երևի որ բանի արևմտյան որևէ գործընկերոջ պատմենք, չի հավատա։ Ես առիթ ունեցա, ուրեմն Civilnet-ը բանավեճ էր կազմակերպել տեխնացուների միջև, որին մասնակցում էին նաև Հայաստանում հավատարմագրված մի շարք դեսպանատների ներկայացուցիչներ։ Իմ ելույթից հետո կոռեկտ չի ասեմ, որ երկրի մի երկրի դիվանագետ մոտեցել է ինձ, ասում է դուք լուրջ եք ասում, որ մեկ տարվա մեջ երկու հատ բանա սեփականություն է, ասում եմ մեկը խլել է, մյուսը խլում է։ Լուրջ եմ ասում որն է։ Հեծի եւ Արարատի այո, այսինքն ու այս մարդը ապշած էր։ Ես չգիտեմ իրանց ինչ են ներկայացնում սրանք։ Բայց այդտեղ ուրեմն կա անդիմության մեղքը։ Ինչու՞ չեք հասցրել ինֆորմացիան անհրաժեշտ, հիմա հանուն արդարության ասենք, որ օրինակ Բարգավաճ Հայաստանում եւ ես շնորհակալություն եմ հայտնում իմ գործընկեր Էլինար Վարդանյանին, մեր ցուցակի տեխնացու, շատ ինտենսիվ մենք սնտրական կամպանիային բոլոր խախտումների վերաբերյալ, ընդ որում ոչ միայն մեզ վերաբերելի։ Չէ, պետք է բոլորին։ Բոլորին։
Մենք շատ համակարգված ներկայացնում ենք դիտորդական բոլոր առաքելություններին եւ են էլ ասեմ հետամուտ ենք լինելու որպեսզի իրենց արձագանքը ստանան։ Տեսնենք, Ես այդ բանավեճի ժամանակ արևմտյան դեսպանատների ներկայացուցիչներին ասել եմ, որ իրենք Նիկոլ Փաշինյանի հանցակիցն են իրենց լռությամբ։ Այո, շատ ճիշտ եք ասել։ Ինչ վերաբերում է փողերի լվացման այդ տեխնոլոգիային, ես շատ հետաքրքիր մի անգամ լսեցի Ռոբերտ Ամստերդամի զրույցներից մեկն էր, ասում է աշխարհում այդպես այդ բռնապետիկների մոտ ընդունված է, հա, այդ մեջտեղ են բերում փողերի լվացման տեխնոլոգիան, փորձում են մարդուն վարկաբեկել, հա, նույն ընտրակաշարքը, ընդ որում դանում են հիմնականում ընտրությունների նախաշեմին։ Մի քիչ զուրկ հասարակ մարդը ասի, դե որ հարուստ են երևի փող-մող են տվել, բան հասկանում եք այդ շատ բան է։ Այդ ձայնագրությունները էլի, որ օրը մի քանի հատ հակակոռուպցիոնը հրապարակում է։ Իդեպ բանավեճը շատ բաներ էսպես բացահայտեց, թե այդ սատելիտների հետ կապված, որ խոսեցինք, թե Նիկոլ Փաշինյանի ստերի հետ կապված, երբ որ միջանցքը բացահայտ բոլորը Թրամփից սկսած մինչև այնտեղ Մարկո Ռուբիոն։ Հենց երեք կարծեմ։ Նորից մարդիկ բացահայտ կորիդոր բառն են օգտագործում, ասում է չէ, այսինքն շարունակում է ստել եւ ստել։ Հիմա այս թրիփի ամբողջ տրամաբանության մեջ չեմ մտնի։ Հա, ուղղակի բայց back office եւ front office ինստիտուտը որ ներդրված է այդ թրիփի հիմքում դա արդեն միջանցքային բաղադրիչ է իրանից ենթադրում ամբողջ աշխարհում է դա այդպես այսինքն հայ սահմանապահի երես չեն տեսնելու ադրբեջանցիները ստում էր երեք Նիկոլ Փաշինյանը սա մեկ երկրորդն էլ ադրբեջանական մամուլում կարդացի Մամեդովի շոր ունեն, որը Մելի Մեջլիսի փոխնախագահն է կարծեմ, թե Ահմեդով հիմա չեմ հիշում, առաջարկել է իրանց Մելի Մեջլիսի նիստում առաջարկել է, որպեսզի Թրամփի ճանապարհը վերանվանվեն Ալիևի ճանապարհի, ու կասկած չունենաք, որ Թրամփի գնալուց հետո փորձելու են նման բան։ Իդեպ այդ մասին արդեն հայաստանյան քաղաքական դաշտում կարծիք քննչեց, որ մի օր կարող է դրա ականատեսը լինենք, բացառված չէ բացարձակապես։ Այո, մի խոսքով մենք այս բանավեճում ուզում եմ, որ մեր ժողովուրդը դա, որտեվ շատ երկար է տևել, շատերը քաղաքական այդքան համել ներվեր չունեն, վերլուծելու, հա, վերլուծել չէին կարող։ Հիմա հասկանալի ձևով բացատրենք մարդկանց եւ բացատրեցինք, փորձում ենք, որ այդ բանավեճի ընթացքում ավելի քան ցայտուն դրսևորվեց Նիկոլ Փաշինյանի հակահայկական դեմքը, հայ մարդուն ատելու հայ մարդ ունեցած իր ատելությունը, պետական շահերից զուրկ լինելու անձն է, զուրկ եղող գործիչ է նա, այսինքն նա բացարձակապես չի սպասարկում հայոց շահը եւ ընտրությունների նախաշեմին սա պետք է գիտակցի մեր ժողովուրդը եւ եզրափակիչ որպես Պարոն Սուրենյանց այս ընթացքում ձեր կարծիքով իսկապես կարողացավ ընդդիմությունը կատարել արդյունավետ քարոզարշավ, որ այն ինչի մասին հիմա մենք խոսում ենք, այդ մեթոդաբանությունը ճիշտ օգտագործեց, արդյունավետ աշխատեց հայ մարդու հետ, որպեսզի հասկացներ ով է կանգնած իր դիմաց, վերընտրվելու դեպքում Հայաստանի հետ ինչ կկատարվի եւ եթե չվերընտրվի Նիկոլ Փաշինյանը, ապա եկող ընդդիմադիր ուժերը ինչպիսի լուրջ փոփոխություններ կարող են Հայաստանի ընդդիմությունը, հատկապես երեք ուժերը մի կարևոր բանի հասան, այս անգամ իշխանությունը իր սպիկերներով սկսած Նիկոլ Փաշինյանից ուղղակի նվաստացվել է տարբեր բանավեճերում եւ հաճախ խորակարգ թելադրող է եղել ընդդիմությունը։ Կարծում եք։ Ինչ-որ հարցերում։ Որտեւ ինչ-որ պահի անդադ ասում էին Փաշինյանին ասում է դուք դրա հակադարձելու դերում եք։ Ամբողջ օրը 300,000-ի թեզն են փոխում։ Ու հերքում են անդադար այն դեպքում, երբ որ Ալիևն ինքն է ասել։ Դա կարողացավ անի ընդդիմությունը, ի պատիվ եւ առանց հասանք մի հանգրվանի, որ առանց ընտրակեղծիքների ԿՊ-ն վերարտադրվել չի կարող։ Բայց մի հատ բան կա, որը չկարողացանք լուծել, վախի մթնոլորտը վերացնելն էր։ Եվ ինքը հիմա սրում է ավելի շատ։ Այո, շատ։ դա ինքը հասկանալով էլ սրում է, էլի։ Բայց ասում եմ, մեր ժողովուրդը թող չվախենա, սովորաբար արևածագից առաջ ամենախավարն է լինում։ Դուք ասացիք, որ նաև պլան B կա, պլան G կա, գուցե նաև, այսինքն այնուհանդերձ կարող է պահը գալ, եթե այս մարդը ձերբակալությունների է գնում, իսկ ինչու ոչ հայ մարդը պիտի դուրս գա, փողոցը պիտի ակտիվանա։ Հայկական հեղափոխություն, իրեն հեռացնելու բանաձև։ Այս դեպքում արդեն իրական հեղափոխություն, ոչ թե գունավոր, որը եղավ 2018-ին։
Շնորհակալ եմ պարոն Ես եմ Սուրենյանց, շնորհակալ։ ինչպես ասում են այս դեպքում, Աստված մեզ հետ, մեր ժողովրդի հետ եւ թող հաղթանակ լինի, այլապես ես չգիտեմ, իսկապես այն կանխատեսումները, որ մեր երկիրը կարող է ուկրաինական ճանապարհով գնալ, մենք մեծ Ուկրաինայի դիմաց մի փոքր դիկ ենք, ուղակի կոչնչանա մեր Մանրադրամ։ Շնորհակալ եմ։ Այս հույսերով դրական այնուհանդերձ լավատեսությամբ, որ Իհարկե, համախմբում է ես լինելու։ Դա ես էլ մի հատ չեմ։ ասեք, խնդրեմ, Իհարկե, այդ համախմբման համախմբում մասին լինելու։ շատ խոսվում է եւ հետո այսպես կարծես կամուկած։ Ի վերջո Կամուկած անհրաժեշտության չկա, պահին ուրեմն, որ դիմել են ընդդիմադիր դիմության ուժը համախմբումը։ Այո։ Առավելագույն ձայներ ստացավ, մյուս ընդդիմադիր ուժերը կաջակցեն նրա տեխնացուին, ոչ մի տարընթերցում չկա։ Շնորհակալ եմ։ Վերհիշեցնեմ իմ հեռուստադիտողներին, այսօր ես մենքի տաղավարում հյուրընկալել էի Բարգավաճ Հայաստան կուսակցության պատգամավորության տեխնացու դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն էր իմ հյուրը, սիրելի հայրենակիցներ, հունիսի 7-ին գնացեք ընտրատեղամաս, քվեարկեք, որ հայ մնանք, որ կայուն մնա մեր հայկական պետականությունը։ Լավ եղեք, կհանդիպենք, ցտեսություն։